Հոկտեմբերի 10-ին ժամը ուղիղ 22:45-ին հայ հեռուստադիտողը հնարավորություն կունենա վերհիշելու, թե ինչպես են ղեկավարել պատերազմ հաղթած նախագահները եւ ինչ պայմաններում է ապրել հայ ժողովուրդը։ 10 տարի շարունակ Հայաստանը թալանած, քանդած, արյան մեջ թաթախված Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ պատրաստվում է 2026 թվականի ընտրություններին։ Ձեր իշխանության ժամանակ տեղի են ունեցել աղմկահարույց քաղաքական սպանություններ, ձեր ձեռքերը արյունոտ են եւ մասնակցություն ունեք դրանից։ Աղեր չունեցող սպանությունը ենթատեքստով կապել իմ հետ, լավ խիղճ չունեք դուք։ Հիմա Հայաստանի Հանրապետության դատական համակարգում պաշտոնապես արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը Կաշառակեր է։ Ինչի համար է Ռոբերտ Քոչարյանին պետք իշխանությունը։ Խոսան նպատակը իր բջին տանի գցի ազգային ժողովում, որպես այդպես քարտ-բլանչ ստանա, որ վաղը քրեական գործերը այդպես հարուցվեն, բացվեն, ասի քաղաքական հետապնդման զոհա։ Ինչի համար էր մամուլի ասուլիսից հետո Ռոբերտ Քոչարյանը ընտանեկան հրատապ ժողով կազմակերպել։ Տանը հավաք է եղել եւ նա հավաքել է իր տնեցիկին եւ Սիուշոյին զգուշացրել է, Քոչարյանը ասել է Սիուշոյին եւ իր բջերին, որ ամեն րոպե պատրաստ եղեք, որ թռնեք։ Նոր մանրամասներ Պողոս Պողոսյանի սպանությունից եւ տարիներ անց Քոչարյանի անդրադարձից։ Ասացին բարև Ռոբո, երևի նույն գյուղից էին, հետո վերադարձան իրենց սեղանի մոտ։ Երբ Քոչարյանն ու Ազնավուրը հեռանում էին, այդ երկու անձինք հետևեցին նրանց։ Իմ հյուրերը ճանաչում էին նրանց։ Նրանցից մեկն ասաց Կուկուն է, թիկնապահների պետն էր։ Երբ վկան մտել է զուգարան, տեսել է, թե ինչպես է տիկնապահներից մեկը ապտակներ հասցնում ճարտարապետին, երբ նրան տեսել է, դադարեցրել է։ Դրանից հետո ես տեսա մյուս տղամարդու ոտքերը։ Իմ մտնելու ժամանակ նա արդեն մահացած էր։ Նրա դեմքն ուռած էր, ճակատին մեծ վնասվածք։ Բելան, տիկին Բելան ինձ ռոբա ասում տունը։ Ես խիպիտի դրանից նեղանա։ Գիտենք, որ քեզ Սիուշոն ռոբ չէ, ռոբիկ է ասում, ասում է թրիլը ռոբ կոֆեդի խոսք։ Բայց Արանջան ում է հետաքրքիր տունը կարար Բելան իրան սանթուրել ասել, ասեք դա է։ Այո, շապու։ Ինչու չեն մասնակցում 3 նախագահները Նիկոլ Փաշինյանի հրավիրած բանավեճին։ Ռոբերտ Քոչարյանը գնա բանավեճին, իր մենակ ապոնի գույքը, որ հանեն հրապարակեն, մեկ է Սերժիկ այդ նարկոշի արած կեած քաղաքերը, այդել բանավեճելու բանը չի լինելու։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի թե սրանք ով են։ Անդրադարձ Բաքվի բանտերում գտնվող գերիներին։ Մահացական Լևոնը զորքը շարում էր, քֆուր էր ֆրցնում, ով որ գերի կընկնի։ Հիմա բերանը որ բացեն կասեն գերիներին բան ասեց։ Ինչ գերի։ Գերալ մարդ ինչ իրավունք ունի գնա հանձնվի։ Լավ մի հատ զենք չունեի, գրանտ չունեի, ացետոնը խմեիք կյանքներիդ վերջ տայք, շնայց որ սրանք ինքնասություն ունենային։ Որտեղից են գտել Արայիկ Հարությունյանին ադրբեջանցիները եւ ինչպես է ապրում այս պահին նրա ընտանիքը։ Բոշկի հետևն է պահկված, մի կեժան ման են եկել որ հայտնաբերեն։ 2 սունկ այլ փող է մոտ է եղել։ Այդ ամեն ինչը գիտենք։ Այդ ստեի գազի զապրավկեքը որ մի հատ ճուտ ունի ստեինքը, տես գործար, դրա անունով առել է։ Մարտի 1-ի դաժանաբար սպանություններից նոր մանրամասներ։ 110 էջանոց փաստաթղթի մեջ սպանություն բառ չկա։ Կա մահվան դեպքեր։ Օգանովսկին մարտի 1-ին այդ սնայպերների հետ ինչ կապ ուներ Լեո փողոցի վրա։ Այդ Ղարաբաղցիք ոնց էին սպեցնազի ֆորմեքով հելեյկե մարտի 1-ին այդ ինչ էին անում։ Ինչի համար էր Լևոն Քոչարյանը Հայաստան բերել Դեն Բիլզերյանին։ Քիմ Քարդաշյանը սրանցից լավ տղա է։ Դին Բերզյանը ով է։ Մա շարքային նարկաման կապիկ է։ Այդ Դին Բերզյանին Տարուսիկով Սիուշոյի ծանոթաց, արա, այդ տղա։ Այդ կապիկ։ Կարող է արդյոք Սեթրակ Քոչարյանը տաքսի ծառայությունում աշխատելով դառնալ միլիարդատեր։ Թո Սեթրակ Քոչարյանը այդ օպել Մագնիշի G կուզովով տաքսի քշի Երևանի կենտրոնում, Yandex, Լևոն Քոչարյանի հետ։ Դառնա միլիարդատեր, փողեր վաստակի, մենք էլ ասենք հալա Սեթրակ Քոչարյանին։ Ինչ մեսիջ է ուղարկել Ջալալ Հարությունյանը Ռոբերտ Քոչարյանին։ Այս Ղարաբաղյան կլան կոչվածը սրանք սուկաներ են, Շանթ Հարությունյանի ասած։ Այս սուկաների մեջ կա չգրված օրենք, որ մեկը մեկի վրա գրի։ Արամ Ավետիսյանի խորհուրդը Ռոբերտ Քոչարյանին եւ նրա թիմին։ Կյանքին հրաժեշտ տված առույց բերեն, թող Քոչարյանը նստի առույցի վրա, մի կողմից Ագնեսան կանգնի, մի կողմից բանը Աննա Գրիգորյանն, այն որ Կլեոպատրային sense հով են անում են ստրուկները։ Այդպես կարան կանգնեն, ես PR sense իրանց բանը եմ անում, անվճար խորհուրդ եմ տալի։ Այս եւ այլ կարևոր թեմաների շուրջ ծավալուն եթերը դիտեք այսօր, հոկտեմբերի 10-ին ժամը ուղիղ 22:45-ին։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որ նոր տեսանյութերի ծանուցումները
ստանաք առաջինը։